Ազատության ուղիղ եթերում լրատվական թողարկումն է, այժմ էլ կխոսենք ներքաղաքական թեմաներից, տաղավարում հյուրընկալել ենք Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, ողջույն տիկին Փոստանջյան, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար, րոպեներ առաջ փաստորեն դուք եկաք այստեղ, դրանից առաջ դուք փաստորեն հանցագործության մասին հաղորդումներ եք ներկայացրել, հատուկ քննչական ծառայություն եւ գլխավոր դատախազություն, ինչպես նաեւ դիմել եք մարդու իրավունքների պաշտպանին, այն 5 դատավորների մասով եք հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, փաստորեն ովքեր վարչական դատարանում որոշում կայացրեցին Երևանի ավագան ընտրությունները անվավեր ճանաչելու ձեր դիմումը մերժելու համար, ինչ հիմքեր կան նրանց հանդեպ նման փաստորեն հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Այդ հաղորդումը ներառում է իր մեջ 8 էջ, իհարկե ունի պատմությունը վերաբերվում է այս 25 տարիների ընթացքում կեղծված ընտրություններին եւ իրավապահ մարմինների գործունեությանը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանը եւ համատարած այն իրավիճակին, որը ստեղծվել է նաեւ կեղծված ընտրություններից հետո, որը հասել է մինչև վարչական դատարան եւ վարչական դատարանը մեր բողոքը քննության առարկա չի դարձրել եւ դեռ ավելին չդարձնելով քննության առարկա, նա կայացրել է ակնհայտ անարդարացի դատական ակտ, որով ցանկացել է կոծկել լայնածավալ հանցագործությունները եւ կոծկելով այդ հանցագործությունները նա փաստորեն հնարավորություն է ընձեռնել հանրապետական կուսակցությանը շարունակել բռնազավթել իշխանությունը։ Շատ լավ, 5 դատավորներին ինչ եք պահանջում նրանց Նախ իրենց որոշումը, որը իրենք կայացրել են, դա մենք դիտարկում ենք որպես ակնհայտ անարդարացի դատական ակտ, հետևաբար եթե նրանք կայացրել են ակնհայտ անարդարացի դատական ակտ, դա հանցակազմ է եւ քրորեն հետապնդելի արարք է, այդ քրորեն հետապնդելի արարքի ներքո մենք ցանկանում ենք, որպեսզի տեղի ունենա համապատասխան քննություն եւ դատական կարգով նրանց պատժեն, մենք դա ենք ցանկանում։ Հավատում եք, որ դա կկատարվի։ Իհարկե հավատում եմ, մի օր դա կատարվելու է։ Հիմա այն գործընթացն է, բայց հիմա չեք հավատում։ Ոչ թե հիմա չենք հավատում, սա գործընթաց է, որը դու պետք է սպասարկես, իրականացնես եւ իհարկե այդ օրը գալու է եւ նրանք նստելու են մեղադրյալի աթոռին եւ իրենց պատիժը կրելու են։ Ես դրան հավատում եմ։ Եվ կարևոր չէ դա որքան ժամանակ կտևի եւ ես այնքան էլ միամիտ չեմ, որ հասկանում եմ ինչ է տեղի ունենում, բայց դրա հետ մեկտեղ իհարկե նաև հավատում եմ, որ այդ օրը հեռու չէ եւ այդ օրը լինելու է եւ այդ օրը շուտով է լինելու։ Տիկին Փոստանջյան, այս 5 դատավորները վարչական դատարանի, ովքեր կայացրեցին որոշումը, վճռի հրապարակմանը դուք ներկա չէիք, բայց նրանք հայտարարեցին, որ փաստեր չկան, անհիմն է եւ այդ պատճառով փաստորեն մերժում են։ Տեսեք, եթե ակնհայտ անհիմն հայց է ներկայացվում դատաքննության, դատարանին, ապա դատարանը մինչև այդ հայցը վարույթ ընդունելը կարող է նույնիսկ այդ ժամանակ որոշում կայացնել եւ հենց այդ ժամանակ արդեն իսկ այն դիտարկել որպես ակնհայտ անհիմն եւ ոչ միայն չընդուներ, այլ նույնիսկ այդ պարագայում նա կայացնել արագացված դատաքննության այդ որոշումը եւ նոր քննության նշանակել։ Մինչդեռ ակնհայտ էր, որ մենք ներկայացրել ենք պատշաճ հայցադիմում, ակնհայտ հիմնավոր հայցադիմում եւ այդ ակնհայտ հիմնավոր հայցադիմումը, որը ուներ նաեւ ապացույցներ, ուղղակի քննության առարկա չդարձավ։ Նույնիսկ մեզ թույլ չտվեցին, որպեսզի մենք ներկայացնեինք մեր հայցադիմումի առարկան եւ էությունը։ Այսինքն խոսքը մեր հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ խոչընդոտվեց եւ թույլ չտվեցին, որպեսզի մենք ներկայացնեինք։ Մեր միջնորդությունները, որոնք վերաբերվում էին փորձաքննությանը շուրջ 10,000 քվեաթերթիկների, որոնք անվավեր էին, այդ քվեաթերթիկները ակնհայտ էր, որ գրվել էին մեկ անձի կողմից եւ հետագայում բարեխիղճ ընտրողները նրանք փչացրել էին, դրա վերաբերյալ փորձաքննություն մենք միջնորդում էինք, որպեսզի տեղի ունենար փորձաքննություն, նրանք դա նույնպես չցանկացան լսել, ասացին, որ մենք կհետաձգենք։ Մենք ունենք վկաներ, որոնք պետք է գային դատարան եւ վկայություն ներկայացնեին, վկայեին ինչ է տեղի ունեցել, մինչդեռ այդ միջնորդությունը նույնպես քննության առարկա չդարձավ, հետևաբար դատարանը որպեսզի կայացներ այդպիսի որոշում, նա պետք է
եթե դա այդպես էր, ի սկզբանե այդ որոշումը կայացներ, մինչդեռ ի սկզբանե նա չէր կայացրել, եւ նա ստացավ հավանաբար պատվեր, հրահանգ, եւ այդ հրահանգի ներքո արդեն դուք ականատեսն եք, թե ինչ տեղի ունեցավ դատարանում։ Շատ լավ, ես հիշեցնեմ հեռուստադիտողներին, որ մի քանի մոտ 1 ժամ, թերևս 1 ժամ առաջ Տիկին Փոստանջյանը հատուկ հնչական ծառայություն եւ գլխավոր դատախազություն ներկայացրեց դիմումներ հանցագործության մասին հաղորդումներ այն դատավորների, ովքեր վարչական դատարանում որոշում էին կայացրել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ուժի մեջ թողնել եւ բողոքարկումը արդյունքներ եւ նոր ընտրություններ անցկացնելու Փոստանջյանի հայցը մերժել էին, հիմա դուք տեսնում եք այդ կադրերը, ինչպես է փաստորեն մոտ 1 ժամ առաջ Տիկին Փոստանջյանը դիմումը հանձնել գլխավոր դատախազություն եւ հատուկ հնչական ծառայություն։ Տիկին Փոստանջյան, հիմա այս դիմումի հետ հույս չեք կապում։ Ես կապում եմ, եթե չկապեի, երբեք չէի ներկայացնի, իհարկե կապում եմ։ Ես որպես եւ քաղաքական գործիչ եւ իրավաբան հույս կապում եմ, մենք փաստաթուղթ ենք ստեղծում, փաստաթղթին վաղ թե ուշ պետք է անդրադարձ կատարվի։ Ամեն դեպքում ես պաշտոնապես վիճարկում եմ այս ամենը եւ պաշտոնապես հայտնում եմ դիրքորոշումը եւ կուսակցությունը նույնպես պաշտոնապես դիրքորոշում է հայտնում, որ հանրապետական կուսակցությանը չի ճանաչում որպես օրինական գործող իշխանություն, այլ ճանաչում է որպես բռնազավթիչ եւ բոլոր այն որոշումները, որը ի նպաստ այդ կուսակցությանը կայացվել են, ի նպաստ անօրինական կարգով ի նպաստ կայացվել են, մենք այդ որոշումները նույնպես վիճարկում ենք եւ այդ որոշումներ կայացնողներին նույնպես ճանաչում ենք որպես հանցագործների, այլ ոչ թե ուղակի օրենքի խախտում թույլ տվողների, այլ ոչ միայն կոպիտ խախտում թույլ տվողների, այլ հենց հանցագործների, որոնք բռնազավթիչ այս անձանց հովանավորում են եւ կոծկում են նրանց կողմից կատարված հանցագործությունները։ Տիկին Փոստանջյան, բացի փաստորեն դատավորների դեմ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրելուց, նաև հայտարարել եք, ուզում եմ իմանալ, արդյոք ներկայացրել եք, թե չէ Տարոն Մարգարյանի հանդեպ պետք է փաստորեն նրա դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնեիք, նաև Սերժ Սարգսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում։ Այս պահին մենք ունենք մեր կուսակցության կողմից 3 պաշտոնական հաղորդումներ են ներկայացված հանցագործությունների մասին։ Մեկը մայիսի 14-ի այդ հարձակման վերաբերյալ, մեկը այս ակնհայտ անարդարացի դատական ակտի եւ հաստատացի ընտրությունների կեղծարարության եւ իշխանության բռնազավթման վերաբերյալ եւ մի հատ էլ ունենք հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերվում է այն օրվանը, երբ դատական նիստի ժամանակ դատարանը ապօրինի որոշում կայացրեց եւ ցուցում տվեց, կարգադրեց կարգադրիչներին դատական, որպեսզի նրանք մեր նկատմամբ բռնի ուժ կիրառեն։ Այն ինչ որ դուք եք հիշատակում, այդ հաղորդումը իհարկե պատրաստվում է, արդեն գրեթե պատրաստ է եւ Տարոն Մարգարյանը եւ Սերժ Սարգսյանը, այո, լայնածավալ հաղորդումը նույնպես ներկայացվելու է եւ այդ լայնածավալ հաղորդումը նաեւ հիմք է հանդիսանում ապագա քաղաքական դիրքորոշումների, մոտեցումների եւ նաեւ քաղաքական հավանաբար նաև կոնսոլիդացիայի համար։ Մենք քաղաքական տեքստ ենք ներկայացնում այդ հաղորդման մեջ, քաղաքական, որը նաև իրավական գնահատական է եւ իհարկե ինքը բաղադրիչ իր մեջ ունի նաև քաղաքական պահանջների վերաբերյալ։ Տիկին Փոստանջյան, հիմա անցնենք ավագանու նիստերին, դրանք առաջիկայում մեկնարկում են, դուք ասացիք, որ մասնակցելու եք ի վերջո որոշում էր կայացվել, որ կմասնակցեք նիստերին, Առաջին նիստին լինելու եք, ինչ որ բան սպասվում է առաջին նիստին։ Նախ ոչ թե նիստերին պետք է մասնակցենք, մենք լիազորված ենք լինել ավագանի եւ այդ մեր լիազորությունները մենք օգտագործելու ենք եւ մենք ենք որոշելու ինչ ձև աչափով պետք է օգտագործենք մեր լիազորությունները։ Մենք քաջ պատկերացնում ենք ինչ է իրենից ներկայացնում տեղական ինքնակառավարումը եւ գիտենք ինչպես կարող ենք վերահսկել տեղական ինքնակառավարման մարմնում այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում։ Իհարկե մենք այդ բոլոր մեր լիազորությունները օգտագործելու ենք։ Իսկ ինչ ձև աչափով կօգտագործենք, արդեն ձեր համար դա տեսանելի կլինի եւ ցանկացած գործիք
գիտելիք, որը մենք պետք է օգտագործենք, դուք իրազեկված կլինեք եւ ներկա կլինեք թե ուղիղ եթերների միջոցով, թե անձամբ այդ մասին մենք հաղորդագրություն տարածելու ենք։ Ներկա լինելու եք։ Մենք բոլոր մեր լիազորությունները օգտագործելու ենք, իսկ ինչպիսի ձևաչափով դա մենք կօգտագործենք, դուք դրա ականատեսը կլինեք։ Մեր համար առաջի, երկրորդ, հինգերորդ, 10-րդ, վերջին իսկ գոյություն չունի։ Մեր համար գոյություն ունի հստակ լիազորություններ, այդ լիազորությունները մենք բանեցնելու ենք, օգտագործելու ենք եւ իհարկե այդ լիազորությունները ի նպաստ մեր Երևանի բնակիչների ենք օգտագործելու եւ ի նպաստ այն քաղաքականության, որը մենք հռչակել ենք։ Տիկին Պոստանջյան, ձեր այն հայտարարությանը ի պատասխան, որ ասում եք Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի ենք վերածելու, նա արձագանքեց, որ հետաքրքիր նիստեր են սպասվում ավականու, դուք եք կարծում, որ հետաքրքիր նիստեր են սպասվում։ Եթե Տարոն Մարգարյանը պատկերացում ունի միայն նիստերի վերաբերյալ, ապա նա սխալվում է, միայն նիստ չի սպասվում իրեն, դա շատ փոքր ժամանակահատված է, դուք ականատեսը կլինեք, թե ինչ է սպասվելու իրեն։ Իսկ ինչ է սպասվելու փակագծը։ Ժամանակը ցույց կտա, որովհետև դա գործընթաց է, որը մի խոսքով եւ մեկ հաղորդման ընթացքով դու չես կարող ներկայացնել։ Մենք պատրաստվում ենք օգտագործել մեր բոլոր լիազորությունները, իսկ լիազորությունները վերահսկողական լիազորություններ են, եւ այդ վերահսկողական լիազորությունների ներքո իհարկե մենք գործելու ենք։ Տիկին Պոստանջյան, նաև խորհրդարանական գործունեությանը ձեր տեսնելով հնարավոր է ինչ-որ ակցիաներ տեսնենք ավականիում նմանատիպ ինչպես խորհրդարանում էր։ Ես կարծում եմ չեմ փոխվել եւ իհարկե այն քաղաքական գիծը, որը եղել է իմ նախորդ գործնեության ժամանակահատվածում, այդ քաղաքական գիծը երբեք չի փոխվել եւ չի փոխվելու, այդ քաղաքական գիծը եւ այդ քաղաքական ուղղվածությունը եւ դիրքորոշումը եւ այն ծրագիրը եւ սկզբունքները եւ գաղափարախոսությունը, որը ես կրել եմ, այսօր էլ կրում եմ եւ այսօր այդ ամենը ամրագրված է Երկիր Ծիրանի կուսակցության ծրագրի մեջ, հետեւաբար այդ ծրագիրը մենք կյանքի ենք կոչելու։ Շատ լավ եւ Տիկին Պոստանջյան, մի այսպիսի հարց ավականուց է, նիստի ընթացքում պետք է 4 հանձնաժողովական հաստատվի, հանձնաժողովին եւ մեկը փաստորեն ելքից է լինելու։ Դուք կմասնակցեք այս քվեարկությանը, կքվեարկեք կողմ դեմ, մյուսը դիմադիր կուսակցությանը։ Դրանք ուղղակի տեխնիկական դետալներ են, որ եթե մենք խնդիր չունենք ինչ-որ դեմի կամ կողմի, բայց այն, որ մենք հանրապետական կուսակցությանը չենք ճանաչում որպես օրինական գործող մարմին կամ գործող, այսպես ասենք, անդամներ, դա միանշանակ է եւ դա մենք ընդգծելու ենք, մենք դա չենք թաքցնելու եւ ամեն անգամ իհարկե այդ մասին մենք խոսելու ենք։ Դա կլինի քվեարկությամբ, թե հայտարարության տեսքով, թե այլ ձևով, այլ ձևաչափով, դա լինելու է, մենք անընդհատ դա ընդգծելու ենք։ Իսկ եթե ելքը նույնպես միանա այդ հանրապետական հանցագործներին, ապա նրանց վերաբերյալ նույնպես մենք մեր դիրքորոշումը ընդգծելու ենք։ Եվ վերջին հարցը Տիկին Պոստանջյան, չնայած մասնակի արդեն պատասխանեցիք, հա, մենք ավականիում միավորված ընդդիմություն կտեսնենք։ Մենք խնդիր ունենք ծրագրերի, սկզբունքների եւ գաղափարի հետ։ Եթե միավորման մասին եք խոսում, ապա միավորում կարող է լինել միայն սկզբունքների, ծրագրերի եւ գաղափարի։ Սրա մասին է խոսքը, իսկ այն, որ ինչ-որ մեկը իրեն հռչակում է ընդդիմություն, դա դեռ չի նշանակում, որ նա ընդդիմություն է իրոք այն հանցագործ իշխանության ծրագրի, գաղափարի եւ սկզբունքների։ Այսինքն ելքը դեռ պետք է ապացուցի։ Իհարկե, ելքը դեռ պետք է ապացուցի, մենք չգիտենք ելքը ովքեր են, ինչ են, իհարկե ելքում կան առանձին անձինք, ում որ ես անձամբ ճանաչում եմ, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք ամբողջովին ելք են, կամ մենք չգիտենք դեռ ելքը ինչ է, ինչ սկզբունքներ, ինչ ծրագիր, ինչ գաղափարախոսություն է, եւ հասկանում ենք, որ վերջի վերջո ամեն դեպքում դա դեռ սպոնտան ձևավորված ինչ-որ մի դաշինք է։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար Տիկին Պոստանջյան, տաղավարում հյուրընկալել ենք Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Պոստանջյանին։